Պարոն Խաչատրյան, հասկանում եմ, որ ջրի թեման են քննարկում, բայց այս ինչ փոթորիկ եք անում մեկ բաժակ ջրում։ Ջրի, հա, այդ որ ասում եք 45 միլիոնը ինչի վրա եք ծախսել, կամ որ ասում եք բան, հպարտանալուց եք խոսում, կամ ասում եք սպանիչ է, խոսում եք միջոցների արդյունավետ ծախսերի մասին, նախկիններին մեղադրելու մասին եւ այլն։ Գիտեք ինչն է սպանիչ։ Գիտեք ինչն է սպանիչ։ Այսա ասեմ ինչն է սպանիչ, որ օրինակ ձեր գործընկերոջից դաշնակցական Լևոն Մկրտչյանից, ով եղել է կրթության եւ գիտության նախարար, երկարամյա ապօրինի գույքով դատախազությունը պահանջում է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ դրամից ավելի գումար։ Այ դա է սպանիչ, պարոն Խաչատրյան, ինչ ունեք այդ թեմայով ասելու։ Բան չունեք ասելու բաների մասին, արդյունավետ ծախսերի մասին, բան չունեք ասելու կրթության եւ գիտության մասին, անդադ գալիս եք այստեղ բանը, որպես բանի կրթության լուսավորության ջահակիր ասպետներ, մեզ անդադ քննադատում եք կրթությունը եւ ազգային ինքնությունը ուրանալու մեջ։ Կներեք, դուք ազգային ինքնությունը հիմա ուրացել եք, թե յուրացրել եք այդ 27 անշարժ գույքով։ Այդ որտեղից Լևոն Մկրտչյանն այդ 27 անշարժ գույքը։ Պարոն Խաչատրյան, ձեր դաշնակցական բանն է եղել, երկարամյա կրթության նախարարն է եղել, որով որ հպարտանում եք։ Իշխան Սաղաթելյանից ապօրինի գույքի բռնագանձման օրենքով պահանջում են 5 անշարժ գույք, եթե չեմ սխալվում, 5 տրանսպորտային միջոց են պահանջում, Սերյան Օհանյանից գիտենք ինչ են պահանջում, բանից, էլի լիքը բան կա ասելու, պարոն Խաչատրյան, բախի չեք տենց սպանիչ ելույթներ ունենում ձեր շրջապատի անարդյունավետ ծախսերի պետության միջոցները գրպանելու մասին, հա, պարոն Խաչատրյան, ինչպես։ Տիկին Գալստյան, ես դատարան չեմ բնականաբար, բայց դատախազությունը հրապարակել է դատախազության պահանջը։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ Լևոն Մկրտչյանը չունի այդ գույքերը, իրեն չի պատկանում այդ գույքերը։ Ում է բա պատկանում, լավ, Լևոն Մկրտչյանին չի պատկանում, Սերյան Օհանյանին չի պատկանում, Իշխան Սաղաթելյանին չի պատկանում, բա Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոնը ժողովուրդ ջան։ Բա Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն, լավ, դա էլ շատ մեծ է, չեք կարա թաքցնեք։ Շնորհակալություն։